Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 28-ն է, երեքշաբթի։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Հատկանշական է, որ այս զրույցը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցից ուղիղ մեկ օր անց։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները։ Ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների մակարդակում երկխոսության ակտիվացումը։ Կողմերը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը։ Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են զինվորական երթման արարողությունները, որոնց շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայաստանում աղքատության ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, նոր աշխատատեղեր ստեղծվել են, բայց այս դինամիկան դեռ գոհացուցիչ չէ։ Երկրի 3 բնակչից առնվազն 2-ը աղքատ է կամ խոցելի։ Այս պնդումը հիմնավորված վիճակագրական տվյալներով և մասնագետների վերլուծություններով տեղ է գտել Համաշխարհային բանկի խմբի նոր զեկույցում, որի շնորհանդեսն այսօր տեղի է ունեցել Գյումրիում։ Զեկույցում մանրամասն ներկայացված են աղքատության հաղթահարման հնարավորությունները և աշխատաշուկայի վիճակը, որտեղ դեռ ստվերային գործունեությունը պահպանվում է։ Աղքատությունը հաղթահարելու ճանապարհը նոր աշխատատեղերի ստեղծումն է, ըստ այդմ գործազրկության նվազեցումը։ Հետևաբար աղքատության և գործազրկության թվային տվյալները զուգահեռաբար են մասնագետները դիտարկում ու վերլուծում։ Վերջին տարիներին աղքատության ցուցանիշը նվազել է, գործազրկության թվերը նույնպես, բայց և պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ։ Սա ամրագրված է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը վերնագրված է Հայաստանի տնտեսական զարկերակը, աղքատության նվազեցման ուղղված աճ, ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ։ Գործազրկությունը նվազում է, բայց նույնպես գտնվում է 2025 թվին 12.8%-ի վրա, որը բավականին մեծ գործազրկություն է։ Իսկ այստեղում զեկույցում ավելի շեշտադրում է դրվում, որ աշխատաշուկան պետք է ունենա որակյալ աշխատատեղեր, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ մասնակցեն աշխատաշուկային եւ կարողանան աղքատության դուրս գան այդ թակարդից։ Միայն պետական հարկաբյուջետային քաղաքականությամբ, սոցիալական նպաստներով, կենսաթոշակներով, որ զեկույցում ցույց է տրվում, որ բավականին մեծ դերակատարություն է ունենում աղքատությունը նվազեցնելու մեջ, բայց միայն դա չէ, ավելի շատ հիմա շեշտադրումը պիտի դրվի աշխատաշուկայի վրա։ Աշխատաշուկայում բարձր վարձատրությունը այն ոլորտներում է, որտեղ նաև մասնագետների հմտություններն են բարձր։ Մասնագետն է նշում, սա նշանակում է, որ շեշտադրումը պետք է արվի լավ վարձատրվող աշխատատեղերի եւ որակյալ հմտություններով աշխատողներ ունենալու վրա։ Աշխատաշուկայում նաև ստվերը դեռ կա, ինչը զբաղվածության իրական պատկերը արտացոլել թույլ չի տալիս։ Ցավոք սրտի կան դեռ այդպիսի աշխատատեղեր, ես չեմ կարող թվեր նշել, որտեղ ամբողջ պատճառը նրանց դնելու հենց ստվերում լինելն է, այսինքն ստվերում են, դրա համար չգիտենք ինչքան է այդ աշխատատեղերը, բայց իհարկե դա մեծ մարտահրավեր է մեզ համար, բայց մենք այստեղ երկու մեխանիզմ ենք օգտագործում։ Մեկը խրախուսման մեխանիզմն է, որ քաղաքացիները իրենք եւ նաեւ գործատուները իրենք ուզենան, որպեսզի այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան եւ հայտնվեն ֆորմալ հատվածում, եւ պատժիչ մեխանիզմները։ Պատժիչը դե շատ պարզ է, հարկային վարչարարությունն է։ Հայաստանը կարևոր առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման ուղղությամբ, սակայն այդ ձեռքբերումների պահպանման համար անհրաժեշտ են ավելի լավ աշխատատեղեր եւ ավելի արդյունավետ սոցիալական պաշտպանություն։ Ավելի արդյունավետ եւ ֆորմալ զբաղվածությունը խթանող քաղաքականությունը կարևոր առաջնահերթություն կլինի աղքատության նվազեցման եւ համընդհանուր բարեկեցության պահպանմանն օգնելու համար։ Ընտանիքների ֆինանսական խոցելիության մասին պատկերը եւս հաճախ հստակ չէ։ Այստեղ դերակատարություն ունեն արտերկրից փոխանցվող տրանսֆերները։ Ստացվում է, որ ընտանիքում ֆորմալ գրանցված աշխատող չկա, բայց կենսական ապահովվածությունն այդ ընտանիքում ցածր չէ։ Տրանսֆերները, փոխանցումները դրսից եկող այսքանի տարիների ընթացքին, հատկապես եթե նկատի ունենք վերջի 10-ամյակը, բավականին նվազել է, եթե համեմատում ենք հնայի մեջ։ Բայց մեր այս զեկույցում մենք տեսնում ենք, որ կա ընտանիք, որը ունի 0 եկամտային աշխատանքից եկամուտի աղբյուր, սակայն իր աղքատությունը ավելի քիչ է, եւ դա պայմանավորվում է դրսից ստացած տրանսֆերներով։ Աղքատության նվազեցում նշանակում է ոչ միայն ու ոչ այնքան սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնում, որքան տարածքային համաչափ զարգացում։
Սրան միտված քայլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշում է սուբվենցիոն ծրագրերը, որոնցով բոլոր մարզերում մեծ ու փոքր համայնքներում ենթակառուցվածքների արդիականացում է կատարվում, իսկ աշխատատեղեր ստեղծող ներդրողները ենթակառուցվածքները շատ են կարևորում։ Այդուհանդերձ Շիրակի մարզը շարունակում է հանրապետությունում աղքատության ցուցանիշով ամենախոցելիներից մեկը լինել։ Մեր վիճակագրությունը տարիների վեր ցույց է տվել, որ Շիրակի մարզը մեր չեմ ուզում այս բառը օգտագործել, բայց աղքատության առումով ոչ ամենաանբարենպաստ մարզերից մեկն է, եթե ոչ ամենաանբարենպաստը, եւ ես կարծում եմ, որ թեև մենք պետք է խոսենք դրա մասին, բայց նաեւ պետք է այս ստերեոտիպը կոտրենք։ Աղքատությունը, ինչպես ասեցի, նվազում է, թեև բարձր է, 21.7% է վերջի թվերով, բայց նայում ենք նաև աղքատության գծից մի քիչ բարձր գտնվողները խոցելի են համարվում, որտեղ իրանք շատ քիչ բարձր են աղքատության գծից։ Խոսքը այն ընտանիքների մասին է, որոնց սոցիալական ապահովության վիճակը շատ մոտ է աղքատության ցուցանիշին։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, ընդհանրապես Հայաստանում աղքատությունը հաղթահարելու համար կարևոր է հարկաբյուջետային ներգործուն քաղաքականությունը։ Համաշխարհային բանկը վերլուծում է, ներկայացնում պատկերը վիճակագրական ծառայության տվյալների եւ սեփական մեթոդաբանության միջոցով, իսկ ինչ քայլեր ձեռնարկել, որ հաջորդ վիճակագրությունն ավելի լավը լինի, որոշում է կառավարությունը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն են նշում, իրենց ու Հայաստանի գործադիր մարմնի հարաբերությունները գործընկերային են։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ 250,000-ից մինչև 8 միլիոն դրամի հասնող համարանիշներ։ Ներքին գործերի նախարարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում։ Ընդլայնվել է մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը, ներառելով նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են զրոներ։ Համարանիշի գեղեցիկ համադրության համար այսուհետ այլևս պարտադիր չէ սպասել միայն աճուրդի։ Ներքին գործերի նախարարությունը ընդլայնել է մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը, ներառելով նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են 0 թվեր։ Ներքին գործերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս տարբերակներն են ամենապահանջվածը քաղաքացիների շրջանում, մինչդեռ դրանց առաջնային ձեռքբերման կարգը մինչ այժմ ամբողջությամբ իրավական կարգավորում չուներ։ Համարանիշի մի կողմում դա կլինի 2 նիշ կամ 3 նիշը, թվերի մասին է խոսքը, միշտ գտնվում են զրոները։ Ֆիզիկական անձանց պարագայում գիտեք, սկզբից 2 զրո է, իրավաբանական անձանց պարագայում 3 զրոն է, կամ 2 նիշ եւ 3 նիշ համապատասխանաբար։ Լատինական տառերը, ինչպես բոլոր պարագաներում, կարող են լինել նույնը, այսինքն կրկնվող կամ տարբերվող։ Մյուս կողմում թվերից կամ նույն թիվը կրկնվում է, ասենք 3 հատ 1, կամ 2 թիվ կա, որոնցից մեկն է կրկնվում, ասենք 121։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը միաժամանակ ընդգծում է. խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներին։ Դրանք, ինչպես նախկինում, հնարավոր կլինի ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մինչդեռ մեծ պահանջարկ ունեցող համարանիշները քաղաքացիները կկարողանան ստանալ առանց աճուրդի սահմանված ընթացակարգով։ Գերատեսչության կարծիքով հենց այս երկու հասկացությունների տարբերությունն է հաճախ շփոթեցնում քաղաքացիներին։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ, կամ 5-0։ Սա բանաձև է, սա ամրագրված է։ Ինչ վերաբերում է համարանիշների գներին, ապա գնային սեգմենտը 250,000-ից 8 միլիոն դրամի միջակայքում է։ 250,000 դրամի սեգմենտում այսպիսի համադրություն ենք ավելացրել 00 պլյուս մինուս XXY։ Այսինքն, ինչպես ես նշել եմ, մի կողմ 0-ն է, սա ֆիզիկական անձանց հատկացվող համարանիշ է, 2 հատ 0 մի կողմ, պլյուս մինուս նշանակում է տարբերվող լատինական տառեր, XXY իմ ասածն է, XX-ը կրկնվում է դա նույն թիվն է, Y-ը տարբերվող թիվն է։ Օրինակ, պատահականության սկզբունքով 00 A AB լատիներեն եւ 771։ Պահանջարկն արդեն արտահայտվում է նաև թվերով։ Տիգրան Գևորգյանի ներկայացրած վիճակագրության համաձայն ընդամենը 3 օրվա ընթացքում նոր չափորոշիչներով տրամադրվել է 224 մեծ պահանջարկ ունեցող համարանիշ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 234 միլիոն 400 հազար դրամ։ Իսկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդներից 2024 թվականի փետրվարից մինչ այսօր վաճառվել է 49 համարանիշ, ապահովելով 892 միլիոն դրամի մուտք։ Հելեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչու թռչող սարքերը շարունակում են վերածվել գլխավոր հարվածային ուժի։ Անցած գիշեր երկու կողմերն էլ հայտարարել են զանգվածային գրոհների մասին։ Մոսկվայի տվյալներով խոցվել է ավելի քան
350 ուկրաինական անօդաչու, իսկ Կիևը պնդում է, որ վնաս ազդեցել է ավելի քան 100 ռուսական ԱԹՍ։ Միաժամանակ շարունակվել են հրթիռային եւ ավիառումբային հարվածները, որոնց հետևանքով կան զոհեր, վիրավորներ եւ ավերածություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 356 ուկրաինական անօդաչու 13 շրջանների, այդ թվում Մոսկվայի մարզի, Ղրիմի եւ Ազովի ծովի տարածքում։ Մինչդեռ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով մայրաքաղաքի ուղղությամբ թռել է ավելի քան 390 անօդաչու, որոնցից 81-ը խոցվել է քաղաքի մատույցներում։ Հարվածներից հետո վնասվել է Չեխով քաղաքի բազմաբնակարան շենքը, մի քանի առանձնատներ, բռնկվել են հրդեհներ, իսկ Վնուկովո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները։ Ռիազանի մարզում եւս անօդաչուի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, վնասելով մի քանի բնակարաններ։ Մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է նաեւ էլեկտրահաղորդման գիծը, ջրային աշտարակը եւ բջջային կապի աշտարակը։ Բելգորոդի Շեբեկինո քաղաքում անօդաչուի հարվածի հետևանքով ուղևորատար ավտոբուսում տուժել է 19 մարդ, վիրավորներից 6-ը ծանր վիճակում են, վնասվել են նաև բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ։ Բելգորոդի մեկ այլ հատվածում ուկրաինական անօդաչուները առևտրային շենք են հարվածել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Ուկրաինական ուժերը հարվածել են նաև Ուդմուրտրիայի նավթավերամշակման գործարանին, բռնկվել է հրդեհ։ Ուկրաինական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Կոլեդինոյում հրդեհվել է անկախ լոգիստիկ ընկերության պահեստը, որի կողքին է գտնվում նաև Ալբերիցի Պաշխիչ կենտրոնը։ Վերջինս աշխատում է սովորական ռեժիմով, հայտնել են Marketplace-ի մամուլի ծառայությունից։ Իրենց հերթին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ Ռուսաստանը գիշերը կիրառել է 131 հարվածային անօդաչու, որոնցից 107-ը խոցվել կամ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Սակայն 16 անօդաչու հասել է թիրախներին, հարվածելով երկրի 9 տարբեր շրջանների։ Ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածներից Սումյուն վիրավորվել է 3 երեխա եւ 3 մեծահասակ, ավերվել ու վնասվել են բնակելի տներ։ Խերսոնում հրետակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ։ Անօդաչուի հարվածից վիրավորվել է նաեւ մի կին։ Նիկոպոլում հարվածների հետևանքով հաղորդվում է 2, Սինեգլիկովեյում 1 զոհի մասին։ Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հայտնում է, որ առաջնագծի մերձակա բնակավայրերին Ռուսաստանի գիշերային հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 10, վիրավորվել 20 մարդ։ Դոնեցկի մարզի Կոստանտինովկայում եւ Կրամատորսկի մերձակայքում զոհեր են գրանցվել, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում հրետանային եւ անօդաչու հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել։ Ռազմաճակատում դիրքային մարտերին զուգահեռ երկու կողմերն էլ շարունակում են խորացնել հեռահար անօդաչու հարվածների կիրառումը։ Եթե նախկինում թիրախում հիմնականում առաջնագիծն էր, ապա այժմ հարվածների աշխարհագրությունն ընդգրկում է հարյուրավոր կիլոմետրեր, հասնելով խոշոր քաղաքների, բնակելի թաղամասերի եւ ռազմավարական ենթակառուցվածքների։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունները ներկայումս ընթանում են շատ բարեկամական մթնոլորտում։ Միչիգան նահանգում ելույթ ունենալով Թրամփը պնդել է, որ կողմերի միջև բանակցությունները չէին կայանա առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից հարվածների վերսկսման։ Այնուամենայնիվ, եթե մենք կոշտ չգործեինք, բանակցություններ չէին լինի, ասել է Թրամփը։ Դուք չեք կարող կաշառել նրանց, դուք պետք է հաղթեք նրանց, եւ մենք նրանց կտանք այն, ինչին նրանք արժանի են։ Կտեսնենք, թե ինչպես սա կավարտվի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի խոսքերով Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին հնարավորինս շուտ վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Սպիտակ տան առաջնորդը կրկնել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Ճապոնիայի Կյուսյու կղզում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ավելի քան 50 մարդ վիրավորվել է, ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ, որն ավելի ուշ չեղարկվել է։ Երկրի վարչապետ Սանաե Տակարիիչիի խոսքով երկրաշարժը հրդեհների, ճանապարհների եւ կամուրջների վնասման, տասնյակ շենքերի փլուզման եւ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։ Դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, ժամանակավորապես չեն երթևեկում նաև արագընթաց գնացքները։ Կղզու առևտրի կենտրոններից մեկում երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ըստ տեղի լրատվամիջոցների մի քանի մարդ է մահացել։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Շենքը զգալիորեն վնասվել է, մասամբ փլուզվել է պատերից մեկը եւ տանիքը։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։